ասում են պետք է պարտքի տնտեսական ազդեցությունը գնահատել, ասում են գիտությունների դոկտոր բերենք, գիտությունների դոկտոր բերել ինչ բարդ բան, բազմաթիվ մոդելներ կան, որոնք ասում են ինչպես պետք է գնահատել որևէ ազդեցություն, որևէ երևույթի հետևանքը, օրինակ կոնտրֆակտուալի մեթոդը կա, կան Մոդելյանի եւ Միլլերի օրենքները, որոնք ֆինանսավորման արդյունավետությունն են, լավ կառուցվածքի փոփոխ մասին են խոսում, դա մասին են խոսք, եթե իմ բան չգիտեք, ոչինչ, դեռ ժամանակ կա, կլինի իհարկե, տնտեսական պրակտիկ, գործնական աշխատանք է ձեզ սպասում, թե չէ մենակ թերթի սյունակագիրի ինչ, եւ մյուս հարցը, շատ ուրախ եմ, որ պարոն Գրիգորյանը ստեղա, պարոն Գրիգորյան, հիշում եք 17 թվականին Առաջին բանկի աշխատողներից մեկն էր մահացել, դուք եկել էիք Գյումրի, խոսում ենք, որ ինչ ծանր է սոցիալական իրավիճակը, որտեղ կան մարդիկ, որոնք շատ քիչ մի 100-200 հազար դրամի նուր քարտի վարկերը չեն կարողանում փակեն եւ նաեւ մարդել չունեն, որ իրանցից պարտք խնդրեն, դասակարգվում են, ԴՀԿ եւ այլն։ Եվ դա գնահատում ենք որպես սոցիալական բարդ խնդիր։ Հիշում եք։ Շնորհակալություն։ Հիմա հիշացնեմ տեղակալի ասածը, ասում է դասակարգված վարկերը ժամկետանց վարկերը չեն կարող նվազել, որովհետև մարդը նույնիսկ եթե մահանում է, ինքը գալիս է։ Ուրեմն, վարկառուների քանակ, այսինքն եթե մարդը մահանում է, իր փոխարեն ինչ որ մեկը փակում է վարկը, դա դուրս չի գրվում, ոնց թե ոչ։ Այսինքն 1690 թվականից Barclays բանկը կա, խնդրեմ էլի ավելի ասեք, 335 տարի Barclays բանկը, պարոն Խաչատրյանին, 335 տարի Barclays բանկը պահում է, երևի մի 20 միլիոն վարկառու կա, 20 միլիոն, ուրեմն ժամկետանց վարկառու կա, սպանիչ է։ Մյուսներ ասում է պետական վարկին պարտքի մասին ես խոսում, հետո խոսում ես բանկերի պարտքերի մասին, ինչ կապ ունեն իրար հետ։ Այդ նույնը ոնց որ ասեմ ես ուտելուց հետո ծխում եմ, ասում եմ դու ինչ ես պրոտեինը նիկոտինի հետ համեմատում։ Անցած լինի։ Զելայնակիցներ, կառավարությունը հպարտորեն թվեր է ներկայացնում բարձր աճ, ցածր սղաճ, ներառականություն, զբաղվածություն եւ միջին աշխատավարձերի աճ եւ այլն։ Ամեն ինչ հրաշալի է, խաղաղության եւ բարեկեցության դար։ Ինչն էլ որ վատ է եղել, դա արտածին գործոնների հետևանքն է։ Քովիդ, արտաքին տնտեսական միջավայր կամ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ցիկլոններ եւ անտիցիկլոնների հետևանքն է։ Բայց դրանք էլ այդ ցիկլոններն ու անտիցիկլոնները կամ նախկիններից են մնացել, կամ ժողովրդավարական իշխանությունների դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի դրսևորումներն են։ 26 թվականի բյուջետային ուղերձում կառավարությունը ներկայացրել իր հիմնական քաղաքատնտեսական նպատակը։ 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով ներկայացված բյուջեն միտված է լինելու հասարակությունն առավել երջանիկ եւ դիմակայուն դարձնելուն, ապահովելով անվտանգ բարեկեցիկ միջավայր։ Այսինքն այսօր մարդիկ երջանիկ են, մյուս տարի ավելի երջանիկ են լինելու։ Երեք երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անդրադառնալով դեմոգրաֆիական խնդիրներին ասում էր, որ երեխա ունենալու ընդունակ կամ միգուցե նա ցանկացող կանանց թիվը փոքր էր, այստեղ օթյակում համալսարանի ուսանողներ էին։ Մի տղա էր ընդամենը։ Գեղեցիկ աղջիկներ, երիտասարդ ու մի տղա։ Եվ երբ փողոցում քայլում ես, տեսնում ես այդ երևույթը, երիտասարդ աղջիկներ մենակ։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև համարյա մի ամբողջ սերունդ այսօր երրաբլուրում է։ Եվ մյուս պանթեոններում է։ Չեք ուզում լսեք, բայց պիտի լսեք, որտեվ դա է իրականությունը, պարոն Ղահրամանյան։ Դա է իրականությունը, եւ այն պատերազմը չկանխվեց։ Ինչու մենք չգնացինք զիջումների մինչև 44 օրյա պատերազմը, որը միակ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին։ Հիշում եք տեքստը։ Հետաքրքիր տրամաբանություն է։ Այսինքն եթե իշխանությունը զիջման գնար, Ադրբեջանը պետք է ասեր ոչ։ Այսինքն Ադրբեջանին պետք էր հազարավոր զոհեր, հազարավոր զոհեր էին պետք։ Եթե առանց զոհերի Հայաստանի զիջումը չէին ընդունի, գիժեին, ուրեմն հիմա իրան կպարտվեին, իրան զոհ էր պետք։ Այնպես որ ինչքան էլ ֆեստիվալներ կազմակերպեք, ոչ կորուստի ցավը կարողանաք մոռացության տալ,
ոչ էլ այդ կորուստների հետևանքները կարողանաք, նաև ժողովրդագրական հետևանքները կարողանաք չեզոքացնել։ Իդեպ երջանկության խոսքով դուք եկաք իշխանության 18 թվականին, 18-ի դեկտեմբերին, հիշում եք Ժան-Ժակ Ռուսո, մենախոսություն, Փարիզ, քաղաքացիական պայմանագիր, այնպես որ խնդրում եմ էլի երջանկության մասին մի խոսեք, հետևանքները ծանր են լինում։ Բյուջետային ուղերձում Նիկոլ Փաշինյանը գրում է. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվել։ Խաղաղությունը հրադադարի հետ մի համեմատեք, մի խառնեք։ Խաղաղություն չի լինում, երբ թշնամական զորքերը քո տարածքում են։ Խաղաղություն չի լինում, երբ թշնամին միջամտում է քո ներքին գործերին։ Խաղաղություն չի լինում, երբ թշնամին անդադ նոր պահանջներ է դնում։ Ամենաթարմ օրինակը Ալիևը խոսում է ինչ-որ անհասկանալի անով լճի մասին ու երեք հանկարծ պարզում է, որ արտահերթ դելիմիտացիա է մեզ սպասում։ Միգուցե արտահերթ դելիմիտացիան սահմանազատումը ջերմուկից սկսեինք, կամ երաշխսադարակ սահմանային հատվածից, լավ գոնե միաժամանակ անեինք։ Այդքան սահմանազատող չկա, տարբեր խմբեր են չէ գործում, թե ընդհանրապես մի հոգյան էլ էս երկու օրա բյուլետենի մեջ չի կարող։ Բյուջեի ուղերձ բացատրագրում նշված է, որ մեծ թվով կառուցվող եւ արդիականացվող ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստեն տարածաշրջանի տնտեսական եւ մարդկային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։ Հայաստանի հարցերը լուծեցինք, հիմա անցանք արդեն տարածաշրջանին։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Թուրքիա-Ադրբեջան անխոչնդոտ երթևեկին։ Սելայանակիցներ, նույնիսկ եթե թրիփը աշխարհի լավագույն ճանապարհը լինի, լավագույն ասֆալտով, բետոնով, չգիտեմ ինչով ուզում եք լինի, միևնույն այն չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Եթե չշահագործվի երաշխսադարակ երկաթուղին կամ ավտոմոբիլային ճանապարհը, Նախիջևանով Հայաստան ճանապարհը էլ չի գործի։ Չկա, նայեք քարտեզին։ Չեմ խոսում արդեն Հայաստանի ապաշրջափակման մասին։ Նայեք քարտեզին ու նայեք բյուջեի նախագծին, ես այդ հարցը տվել եմ պարոն Խուդասյանին, ցավոք այստեղ չի։ Երաշխից մինչև սահման երկաթուղու շինարարության համար այս պահին այս բյուջեում ոչ մի լումա չի հատկացված։ Հատկացնեինք, առաջարկ եք ներկայացրել, պարոն Փաշինյան, հունվարի 8-ին դրա մասին խոսել եք։ Այդ պատասխանը կա իրանց։ Եվ վերջապես անդրադառնամ բյուջեի նախագծում արտացոլված Եվս մեկ խնդրին։ Իշխանությունները պնդում են, որ կշարունակեն Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնականային ապահովման եւ այլ ծախսեր հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը։ Ուշադիր, ոչ թե Արցախ, ոչ թե նույնիսկ Լեռնային Ղարաբաղ, այլ հենց Ղարաբաղ, միակ երկիրը եւ զույգը ավելի շուտ, որոնք այդ տոպոնիմն են օգտագործում, Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ասում են կշարունակեն։ Իսկ միթե արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությունը բավարար էր հոգալու համար մեր տնավեր հայրենակիցների նվազագույն սոցիալական կարիքները։ Քանի տոկոսով է բնակապահովման ծրագրի իրականացել։ 1, 2, 3, 5, 10։ Շահառուների քանակը չնչին է։ Բնակապահովման ծրագրը դեռ մի կողմ զբաղվածության ծրագիրը։ Հասկանում ենք, չէ՞, որ արցախցիների բռնի տեղահանված էթնիկ զտման ենթարկված արցախցիների շրջանակներում զբաղվածությունը շատ ավելի ցածր է, քան միջինը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ծրագիրն չի գործել։ Հիշեցնեմ Եվրոպայի խորհրդի դիսկրիմինացիայի դեմ հանձնաժողովի վերջին զեկույցը, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել իրենց ռեկոմենդացիան եւ արցախցիների դեմ դիսկրիմինացիան դեռ գոյություն ունի։ Այդ ինչ է կարել, որ հիմա էլ շարունակում եք։ Իսկ վերադարձի իրավունքը ընդհանրապես օրակարգից հանել եք։ Ամփոփելով, սիրելի հայրենակիցներ, ես լիահույս եմ, որ սա այս իշխանությունների վերջին բյուջեն է։ Չնայած կազմված է այնպես, կարծես թե նենց հերթականը լինի։ 8 տարի վարչապետը ներկայացնում է բյուջե, էսա կանենք։ Դա ուրեմն Միացյալ Նահանգների նախագահի 2 ժամկետ էր, բայց ինչևէ, այս բյուջեն, որը ներկայացված է, ունակ չէ լուծելու մեր ոչ պաշտպանական խնդիրները եւ իդեպ պաշտպանունակ, մարտունակ, դա չանդրադառնանք խոսել ենք արդեն։ Չի կարող տնտեսական առաջընթաց ապահովի
Դրա մասին էլ Ժամանակը առաջին սպառվեց։ երեքից եմ խոսում։